Կանոն ասել դրան գազի ու էլեկտրաէներգիայի գները իջեցնելու անապահովների համար կապ դուք քննարկումների մեջ եք վարչապետի հետ շնորհություններ կան։ Այդ աշխատանքներն էլ են շարունակվում։ Ես կարծում եմ առաջիկա մեկ ամսվա ընթացքում արդեն մենք ունենանք կոնկրետացված մոտեցումներ եւ կարծում եմ կառավարությունը այդ հարցին անդրադարձ կարելի է ստանալ։ Խմբի մասին է խոսքը մոտավորապես քանի հոգի է օգտվել սուբսիդավորումից։ Դուք եթե հիշում եք, հանրապետության վարչապետը հանձնարարեց սոցիալապես անապահով շերտերի հետ կապված ունենալ մոտեցում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի անապահովության գնահատման համակարգ, որտեղ հաշվառված են շուրջ 131,000 ընտանիքներ։ Ինչքանով է իջնելու գազի կինը կամ լույսի կինը։ Այդ խնդիրները այս բան չի կարող։ Այսօրվա ձեր ներկայացուցիչների հետ կապված պարոն վարչապետը այսօր ձեզ հանձնարարություն տվեց կոռուպցիոն ռիսկեր, մտահոգություններ կան, որ լրացուցիչ ուսումնասիրություններ եւ օպտիմալացումներ անելու հանձնարարություն ստացավ նախարարությունը։ Խնդիրը վերաբերում է գործող ընթացակարգերի հնարավորինս պարզեցմանը, որպեսզի մեր քաղաքացիները ավելի մատչելի ստանան ծառայությունները եւ նաեւ վարչապետը նշեց առցանց ծառայությունների հնարավորինս ընդլայնմանը, որի ուղղությամբ բավականին նախապատրաստական աշխատանքներ կատարվել են եւ առաջիկայում մենք կներկայացնենք։ Ուզում եք ասել դա տեխնիկական է, այլ ոչ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թափանցիկություն։ Դուք շատ լավ գիտեք, որ վերջին տարիների ընթացքում աշխատանքները համակարգային բնույթ էին կրում եւ մենք ունենք այսօր կարելի ասել նվազագույնի հաստատ ռիսկերով համակարգ եւ այս համակարգի շրջանակներում ներկայումս մեր առաջնահերթությունները կդառնան մեր քաղաքացիներին ավելի մատչելի, ավելի որակյալ ծառայություններ։ Այսինքն համակարգում էլ Խաչիկյաններ չկան։